Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube-յան պաշտոնական ալիքում սկսում ենք UEFA-ի 2025-26 Եվրոպայի մինչև 17 տարեկաների առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի երկրորդ տուրի Հայաստան-Հունգարիա հանդիպման ուղիղ հեռարձակումը թիմերը արդեն Հայաստանի հավաքական եւ Հունգարիայի մինչև 18 տարեկանի հավաքականը արդեն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում են համար 20 Բալաշ Վիսներ հանդիպումը սկսվեց կառուցել աջ եզրով գուցե նրանց ամենասուր ֆուտբոլիստն է այդտեղ սայթակեց եւ ընկավ Ռաֆայել Մինասյանը բայց ամեն ինչ կարգին է մեր ֆուտբոլիստի հետ Հունգարիայի գրոհը շարունակվում է ու նորից առաջխաղացում այս անգամ ձախ եզրով է պետք է փակել իհարկե հարվածը անդրադարձ եւ 1-0 Հունգարիան առաջ է անցնում հաշվի մեջ այստեղ արդեն անդրադարձը դրական չեղավ մեզ համար Ռուսնակ դժվար է եւ հոգնեցուցիչ իհարկե առանց գնդակի խաղը այստեղ իհարկե պետք էր փակել այս հարվածը պետք էր փակել Տամաշ Վինչեն երկրորդ գնդակն է խփում հերթական կորուստը գնդակի հունգարացիները գրոհում են եւ երրորդ գնդակն են ուղարկում մեր դարպասը Միրաբյանը այստեղ չկարողացավ փրկել իրավիճակը Բալաշ Վիսները հաշիվը խոշոր է դարձնում բարձրից փոխանցում եւ գնդակը դարպասում է 1 գոլ հետ է բերում Հայաստանի հավաքականը ու դարձյալ Արսեն Առաքելյանն է գուցե սկսում մեր քամբեքը նաեւ այսօր անկյունայինից մեր ընտրանին հասնում է հաջողության Երվանդյանի փոխանցումը այնտեղ եղավ անդրադարձ հունգարացի պաշտպան Դենես Զակալից եւ ավելի արագ հասավ գնդակին Արսեն Առաքելյանը քան դա արեց հունգարացիների դարպասապահը Մարդաշատ է հունգարացիների դուգանային հրապարակը Երվանդյան փոխանցում բարձրից հեռացնում են գնդակը հունգարացիները Ռոբերտ Հովակիմյանը արվոցեց որքան լավ էր ստացվել բայց մի փոքր ամեն դեպքում շեղ գնաց գնդակ Հունգարիայի հավաքականը հաղթում է Հայաստանի հավաքականին մինչև 17 տարեկանների 3-1 հաշվով եւ շարունակում գլխավորել խումբը Հայաստանի հավաքականը երրորդն է վերջին տուրում մենք խաղանք Լիխտենշտայնի հետ այստեղ նորից